թուրքերի ու մեր կոնֆլիկտի ոնց որ ասած բուն էությունը, հա, նրանից չի որ մենք չեմ սիրուն ենք իրան գեշ են կամ հակառակը։ Հայ-թուրքական կոնֆլիկտը, որը սկսվել է, որը փաստորեն սկսվել է 11-րդ դարում, ինքը չի սկսվել 3 չի սկսվել 30 տարի առաջ չի սկսվել նույնիսկ այս ցեղասպանության ժամանակ։ Արցախից հետո Սյունիքից հետո Վայոց-Ձորից հետո Հայաստան-Թուրքիա սահմանների վերասահմանազատում եւ այլն։ Եթե Վրաստանը ներքև լիներ, մենք վերևը լինեինք, հա, զուտ աշխարհագրորեն թուրքերը առաջինը Վրաստանին էին խփելու եւ մեր բնական, շատ բնական մոտեցում պիտի լիներ ամեն գնով պաշտպանելու Վրաստանը, թուրքախոսներ են, շիաներ են, իրանական մշակույթի կրողներ են։ Հիմա մենք ինչ անենք, որ այդ պահին գլխավոր ուժը, որը հավակնում էր այդ տարածքի վրա, խոսքի Իրանի մասին է, հա, այս տարածքի վրա ունենա քիչ ազդեցության լծակ։ Դու չես կարող Հայաստանի փոխարեն սարքես կամ Հայաստանի տեղում սարքես Լյուքսեմբուրգ, հա, դու վերջում ստանալու ես Աֆղանստան բառի բոլոր իմաստները։ Ողջույն, եթերում Զորաց զրույցն է, ես Արմեն Աթալյանն եմ։ Ես Ավետիք Թեմքերոպյան։ Եվ այսօր մեր հյուրը Վարուժանն է Գեղամյան։ Բարև ձեզ։ Թուրքագետ, պատմագետ, պատմական գիտությունների տեխնացու։ Ես խոսք ուզում եի քեզ փոխանցել։ Եվ այսօր Թուրքիայի ամենա, այսպես մանրակրկիտ ուսումնասիրողներից, երևի ամենամանրակրկիտ ուսումնասիրող, ինչը կարծում եմ այսօր շատ անհրաժեշտ է մեզ հասկանալ համար, թե ինչ է ուզում մեզից Թուրքիան։ Եվ այսօր խոսենք դրա շուրջ։ Այո, այսօր ուզում ենք խոսել այդ թեմայի շուրջ ու մի հատ sense կարևոր խնդիր էլ կա, էլի։ Ես ուզում եմ մի հատ այդ թեման մի թեթև բացենք, շատ քիչ։ Երբ որ ասում են թուրքագետ, պետք է հասկանալ, որ դա գիտություն է։ Դա լավի ու վատի մասին չի, էլի, ոնց որ ֆիզիկոսը չի ասում, չէ՞, նեյտրոնները լավն են, պրոտոնները լավը չեն։ Հիմա ինչ որ խոսելու ենք մենք, չի լինելու ոչ թուրքերի դեմոնիզացում, ոչ էլ ինչ որ տենց իրենց փաղաքշելու փորձ։ Սա լինելու է գիտական զրույց, ուղղակի սովորական հանրամատչելի, այո, գիտնականի հետ։ Գիտնականի հետ։ Ես պետք է ասեմ, որ այո, շատ ճիշտ դիտարկում է, որովհետև մենք շատ հաճախ իմ ավակները առնվազն մեզ են ասել, մենք հիմա ասում ենք մեր ուսանողներին, մենք շատ հաճախ ենք այդ միտքը գրում, որ արարելագիտությունը, որի մի մասն է թուրքագիտությունը, ինքը ըստ էության բժշկության նման գիտություն է, որովհետև ոնց որ մենք ուսումնասիրում ենք մեր անմիջական միջավայրը ու մեր տեսածը մենք չենք կարող կոծկել։ Կապ չունի լավը կամ վատը, հա, ասենք Իրանի մասով կնի, Վրաստանի մասով, Ադրբեջանի թե Թուրքիայի, մեր խնդիրն է հստակ տալ ախտորոշումը եւ օրինակ եթե հիմա ես որպես թուրքագետ վերկենամ ու ասեմ, գիտեք ինչ կա, այո, Թուրքիան իսկապես խաղաղություն է ուզում, գիտեք, Թուրքիան իսկապես, չգիտեմ, ամեն գնով պատրաստ է Հայաստանին օժանդակել, որ Հայաստանը ուժեղ պետություն լինի, ես կլինեմ նման բժշկի, որը ասենք զուտ, որ չնեղացնի հիվանդին, տեսնելով ասենք, որ իր մոտ չեմ Աստված մի ասեք, քաղցկ եղա կամ ձեռքը կոտրած, ասի, գիտես, չէ, ձեռքդ կոտրած չէ, շատ լավ է, այսինքն հնարավոր չէ այդպիսի բան անել եւ ցավում եմ, որ այս վերջի 5-6 տարիներին մեր կանխատեսումները, մեր տված ախտորոշումները իրանք լավը չեն, բայց միայն ճիշտ այսպես տված ճիշտ ախտորոշումն է թույլ տալիս իսկապես բուժել հիվանդություն, իսկապես հեռացնել վտանգը։ Դրա համար այո, մենք թուրքատյացներ չենք, բայց մենք հասկանում ենք, որ այդ երկիրը թշնամական է եւ ըստ այդմ մեր մոտեցումը շատ ավելի մանրակրկիտ է, շատ ավելի զգոն է, շատ ավելի սթափեցնող է։ Բայց կա մի հատ ուրիշ մոտեցում, որ Հայաստանում թուրքագիտությունը ոնց որ մի հատ sense բան է կառուցում, որ թուրքերը դրանք յաթաղանով երիչերիներ են, որոնք բոլորը ուզում են գան մեզ մոթեն։ Այսինքն երկու sense ծայրահեղ ինչ որ բևեռներ առաջացել։ Չէ, ինձ ծայրահեղ բևեռնել ասենք, հա, որ թուրքերը մենակ մեր լավն են ուզում։ Հա, հենց այդ եմ ասում։ Մի հատ բևեռ կա։ Այս վայ քաղաքագետների ստեղծած այս միջավայրը, որ թուրքերը իրականում են թուրքերը չեն, են մեզ ցեղասպանության ենթարկած օսմանները չեն։ Չէ, մի հատ թուրքերը փոխվել են։ Ուրիշ մոտեցում էլ կա, որ թուրքերը մեզ սպանում էին, որովհետև ռուսներն էին բզում։ Այ հիմա որ մենք դա հասկացանք, մենք ռուսների տակից դուրս կգանք ու թուրքերը մեզ սպանելու այլևս պատճառ չեն ունենա։ Դες ծայրահեղություններից բարձրանում թե ինչ սալատի հետ գործ ունենք, փորձենք հերձենք այդ սալատը։ Ձեր ասածները իսկապես այո գոյություն ունեն, մենք ոչ գիտության մեջ, այդտեղ ուզում եմ շատ հստակ լինենք, հանրային քննարկումների մեջ այո ունենք երկու ծայրահեղություն։
Դա ճիշտ է։ Բայց ոչ գիտության մեջ, ոչ թուրքագիտության մեջ, հա։ Երբեմն մարդիկ, որոնք խոսում են Թուրքիայի մասին, Թուրքիայի վերաբերյալ ինչ որ դատողություններ անում, իրենք շատ հաճախ ներկայանում են գիտության անունից, բայց եթե օրինակ նայեք, չգիտեմ, իրանք ունեն գրված նորմալ հոդված գիրք, դա անցել է որոշակի ապրոբացիա թե ոչ, կտեսնեք, որ հիմնականում դատարկություն է, եւ ուղղակի իրանք խոսում են, այսպես ասած, Թուրքիայի մասին։ Այնտեղ տեղին է հիշել մեր ամենահայտնի արևելագետներից մեկի, ոչ թուրքագետ, բայց արևելագետ Հովսեփ Օրբելուն, մեր գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, Էրմիտաժի տնօրեն, Պետերբուրգի արևելագիտության ֆակուլտետի դեկան եւ այլն։ Օրբելնի շատ լավ միտք է ուներ այս առիթով, ասում էր, որ կա ձուկ եւ կա ձկնագետ, հա, есть рыба и есть ихтиолог։ Ձուկը լողում է, բայց նա չգիտի թե ինչպես է լողում, ինչի շնորհիվ է լողում։ Ձկնագետը կարող է չի լողում, բայց ինքը գիտի ոնց կարելի է լողալ։ Հիմա մեզանում ցավոք սրտի շատ են մարդիկ, որոնք որ օրինակ կարող է 1-2 անգամ Թուրքիա գնացածնեն, կարող է մի քիչ կարող նույնիսկ թուրքերեն գիտեն եւ այլն, եւ մի երկու հատ է կարան ասեն կայք կարդան, բայց դրանով արդյոք ինքը դառնում է թուրքագետ, իհարկե ոչ, հա։ Ինքը դառնում է ուղղակի Թուրքիայի մասին դատողություններ անող։ Եվ այս մարդիկ շատ հաճախ ներկայանալով թուրքագիտության անունից իրենք ըստ էության աղավաղում են պատկերը։ Մինչդեռ պատկերը բնավ այդ ծայրահեղությունների մեջ չէ, այլ շատ ավելի հստակ է եւ հնարավոր է առանց նույնիսկ ընկնելու այդ տիպիկ, այսպես ասած, բան, հա, յաթաղան եւ մնացած ասկյար եւ մնացած այլ բառապաշարի մեջ հանգիստ կարելի է բնորոշել այն, ինչը որ Թուրքիան անում է եւ տալ այդ բնորոշման համապատասխան նաեւ դրան դա կանխարգելող քաղաքականության համար անհրաժեշտ որոշակի խորհուրդներ։ Հիմա այստեղ պարզ հաց ենք ուզում հասկանալ։ Հա։ Ինչ է ուզում այսօրվա Թուրքիան մեզանից։ Շատ լավ հարց է, շատ լավ, եւ ես փորձեմ հնարավորինս զուս առանց բան ասկյարա յաթաղանյան բառապաշարի դա եւ քաղաքական տերմինոլոգիա, այո, նայեք, Թուրքիայի համար, եթե շատ པարզ նկարագրենք, մեր տարածաշրջանով եւ մասնապես մեզնով հետաքրքրելու կա մի քանի հիմնական պատճառ։ Հետաքրքրել բառը հələ որ օգտագործում են ոչ բացական, ոչ դրական առումով։ Դա Թուրքիայի Հանրապետության արևելյան սահմանների անմիջական հարևանությամբ, այսինքն հենց կողքը սահմանակից կարգավիճակով գտնվող տարածաշրջան եւ երկիր ենք մենք։ Ցանկացած պետություն իր շահերից ելնելով զբաղվում է իր անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր տարածքներով, առավել եւս սահմանակից տարածքներով։ Այսինքն չի կարող լուրջ պետությունը չմտահոգվել, կապ չունի այդ պետության հետ ինքն ունի լավ, վատ, դրական, չեզոք հարաբերություններ, ինքը պարտավոր է զբաղվել այդ պետությունում, ինչա կատարվում, ինչ եղավ, ընդ որում խոսքը միայն ռազմական անվտանգային հարցերի մասին չէ, օրինակ կարող է երկրում չգիտեմ, ասենք բան է զարգանում, ինչ որ հիվանդություն է զարգանում, ասենք կորոնավիրուս, բայց դու չանհանգստանաս, բայց դու չհետևես կամ համաճարակային այլ բան է։ Այնպես որ այս առումով Թուրքիայի համար իհարկե Հարավային Կովկաս եւ Հայաստանի Հանրապետությունը, որի հետ Թուրքիան ունի ուրեմն մի քանի 100 կիլոմետրանոց սահման, շատ կարևոր երկիր է։ Չնայած, ասենք կարող է չափերով, մասշտաբներով, ռեսուրսներով, ասենք համեմատելի չի օրինակ Իրաքի կամ Սիրիայի հետ, բայց իր կարևորությամբ բնավ չի զիջում։ Հիմա սրան գումարենք եւս մեկ շերտ։ Հաշվի առնելով, որ այս տարածաշրջանը կոնֆլիկտային տարածաշրջան է, այսինքն կան այլ երկրների շահեր այս տարածաշրջանում, հետեւաբար այդ իմ նշած կարևորությունը ունենում է նաեւ ռազմական անվտանգային կարևորություն։ Այսինքն, այո, ինքը դառնում է ոչ թե ուղղակի տենց հարևան երկիր, այլ հարևան երկիր, որտեղ կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք ներկայացնում են Թուրքիայի համար անվտանգային պաշտպանական կարևորություն։ Ըստ այդմ Թուրքիան չի կարող չզբաղվել Հայաստանով։ Հիմա գանք երրորդ շերտին սրա։ Հարավային Կովկասը իր աշխարհագրական դիրքով եւ իր ռելիեֆով, այսինքն նախ որտեղ է գտնվում եւ ինչ ռելիեֆ ունի, անապատը, լեռները, թե ինչա մեր պարագայում երկրորդը, ունի շատ կարևոր աշխարհաքաղաքական գեոպոլիտիկ կարևորություն։ Պարզ բառերով եթե ասեմ, չընկնելով տեսությունների եւ այլնի մեջ, այս տարածաշրջանին ով տիրում է, ինքը հնարավորություն է ստանում ունենալ որոշակի ազդեցություն լոգիստիկ, տնտեսական, ռազմաքաղաքական այս եւ հարակից մի քանի տարածաշրջանների վրա, որոնք ձգվում են Սև ծովից Հյուսիսային Կովկասով դեպի Կենտրոնական Ասիա, Իրանի հյուսիսով մինչև Մերձով արևելք եւ միջերկրական։ Միջալոց այստեղ ընդհատեմ, նախորդ անգամ մենք խոսում էինք Հայաստանի ջրային ռեսուրսների, ջրային պաշարներից, նաեւ հաշվի առնելով հենց մեր ռելիեֆը եւ ջրագոյացման, այսպես կենտրոն հանդիսանալը, իսկ նաեւ գիտենք, որ այսօր խմելու ջրի պաշարների լուրջ խնդիր կա ոչ միայն Հարավային Կովկասում, այո, աշխարհում ամենամեծ կոնֆլիկտագեն բաներից է։ Դա նաեւ
Եվս մի գործոն է, հենց հետաքրքրության տեսանկյունից։ Ճիշտ այդպես։ Այսինքն ես տեսեք հələ ռեսուրսներին չեմ էլ անդրադառնում։ Այսինքն նույնիսկ եթե պատկերացնենք, որ այստեղ լինելու էր, այստեղ լիներ բան լերկ սարեր, այսինքն ուղղակի sense բարձրությունը ոչինչ չկար, հա, հին անեկդոտն է, չէ՞, հիշեցնում Կավեյանյան ասում է, մեկը մյուսին հարցնում ասում է, բայց ինչու Հայաստանում բան չկա, ծով չկա, ասում է ծով կա, ջուր չկա, որտեղ ամբողջությամբ լեռնային գոգավորություններ են։ Հիմա այս տարածաշրջանին ով տիրում է, մասնակի, քիչ թե եւ ամբողջական կապ չունի։ Ինքը ունենում է հնարավորություն ազդելու եվրասիական տարածաշրջանի գրեթե բոլոր գործընթացների վրա։ Սրան եթե գումարենք այն, որ էլի աշխարհագրության բերումով ոչ մեր կամքով, ոչ մեր ցանկությամբ եւ այլն, այլ աշխարհագրության բերումով այս տարածաշրջանը հիմնական հյուսիս-հարավ Արևելք արևմուտք ամբողջ Եվրասիայում կապող հիմնական ճանապարհներից մեկն է, 3-4 հիմնական ուղի կա։ Դրանցից մեկը սա է, հա, իր աշխարհագրության նորից բերումով, հետեւաբար ով որ տիրում է այս տարածաշրջանին կամ փորձում է տիրել այս տարածաշրջանին, ինք ունեն ազդեցություն այսքան մեծ, այսպես մեծ տարածքի վրա։ Եվ սա է պատճառը, որ մեր դիտողները, ոչ թե ընթերցողները հավանաբար կհիշեն դպրոցական մեր դասագրքերը, շատ ձանձրալի դասագրքերը պատմության, որտեղ ասում էր, որ Հայաստանը մշտապես կռվախնձոր է եղել, այսինչի, Պարսկաստանի Բյուզանդիայի, արաբակների եւ օսմանների եւ այլն մեջ։ Ինչու՞, այո, բայց ինչու՞, որովհետեւ ոչ թե որտեղ մենք տենց բան ենք, ինչ-որ կպչուն հատկություն ունենք, սա մեզ գալիս են ուզում այստեղ կռիվ անեն, այլ որտեղ այս տարածաշրջանը իր դիրքով, իր աշխարհագրության բերումով փաստացի ստիպում է, որ հարակից մեծ տարածաշրջանների դերակատարները ստեղով զբաղվեն, որտեղ ով տիրեց սրան ունեն ազդեցություն ավելին անելու, հա։ Իսկ եթե չտիրեց, ինքնա պրոբլեմ ունենալու։ Օրինակ Թուրքիան չի կարող հարավային Կովկասով չզբաղվել, որտեղ եթե հարավային Կովկասը օրինակ ամբողջությամբ իրանական գոտի է կամ ռուսական գոտի է, ինքը արդեն վտանգ է ստանում իր այս պահին իր երկրի ներսում, ասենք Էրզրումում, խնդիր ստանում Արևմտյան Հայաստանի տարածքում եւ այլն։ Այսքանը եթե ամփոփենք, մի խոսքով այս տարածաշրջանում եթե խաղացող չես, ինչ որ ժամանակ հետո դառնում ես գնդակ։ Այո։ Ընդհանրապես բոլոր տեղերում բայց այստեղ հատկապես եւ ասեմ որ այս թեման ցավոք սրտի գալով ձեր առաջին դիտարկմանը թուրքագիտության եւ մտքերի եւ ծայրահեղությունների այս միտքը ցավոք սրտի նաեւ հայ քաղաքագիտական միտքն է պարբերաբար իրենից վանում շատ པարզ պատճառով սկսած 10-րդ դարից հա քիչ թե շատ քաղաքագիտական մտքի ձևավորման շրջանից որովհետեւ եթե դու սա ընդունում ես այսինքն ասում ես որ կա մի գործոն այն է աշխարհագրությունը որը անփոփոխ է չէ ինքը չես կարող իրան տես դնես փոփոխես էլի մաքսիմում թունել են փորես հա բայց չի փոխում քանի որ ինքը անփոփոխ գործոն է սա ավտոմատ ենթադրում է որ հարավային Կովկասում գտնվող ցանկացած տերություն անդադար լինելու է որոշակի կոնֆլիկտային հարաբերությունների մեջ հարակից այդ թվում նաև Թուրքիայի հետ այսինքն դու միշտ պիտի լինես լարված հա որը լրիվ օրինաչափ ու նորմալ բան է բայց հայ քաղաքագիտական միտքը չգիտես խի առաջին օրվանից եւ ես հիմա մի քիչ դες բզբզում եմ ուզում եմ հասկանամ դա որովհետեւ դա գիտական հարց որ կարիք ունի բարձաբանման որոշ վարկածներ կան բայց պետք է խորանալ ինքը անընդհատ ասել է չէ մենք ինչ որ ձև ունենք որ թուրքերի հետ առանց կոնֆլիկտի ապրենք հա որովհետեւ այդ է եղել բանը նպատակը այնց անել որ թուրքերի հետ առանց կոնֆլիկտ ապրենք այլ ոչ թե ոնց անենք որ հայկական պետությունը ուժեղ լինի նպատակը ուրիշ է հա ֆիքսած եղել եւ սա բերել է նրան որ հայ հասարակության այն խավը որը պատասխանատու է այս գործի համար այսինքն էլիտաները քաղաքական գործիչներ մտավորականներ ասում են name it հա անգլերենում ցանկը կարելի է շարունակել իրենք անդադար այս աշխարհագրական գործոնը անտեսում են ու ասում են որ հայ-թուրքական կոնֆլիկտի հակամարտության խնդրեմը պատճառը դա ոչ թե աշխարհագրությունն է եւ այլ օբյեկտիվ գործեր այլ այդ մեր մտքերն են այսինքն այ տեսեք մենք թուրքերին ասում ենք մենք ռուսների հետ կհամագործակցենք չգիտեմ թուրքերը այն ժամանակ երի թուրքերին ցեղասպանային հիմա տենց չէր այսինքն դու փնտրում ես լուծումը ոչ թե այն օբյեկտիվ իրականության մեջ այլ գնում ես մարդկանց ես բանանում իսկ մարդկանց այն էլ թուրքական քաղաքական կյանքում մարդիկ չէ որ որոշում են քաղաքական գիծը այլ այն թելադրված է նրանով ինչ որ մենք գիտության մեջ կոչում ենք աշխարհագրական դետերմինիզմ այսինքն աշխարհագրությունն է թելադրում ոնց որ Չուկչան ապրի բանում հա այդ հյուսիսում ու չունենա հագուստ ու մսի իրան ասեն գիտես այդ նրանից չի որ ցուրտ է այդ նրանից է որ դու տենց ես վերաբերվում ցլտին դու մտածի որ տաք է ուսես դուրս գաս ես տաք մեկ ես սառեց մեռավ ինչից մեռավ սառեց բա նորմալ է որ պետք է սառը պետք է բան հակներ վրան ասեմ որ այդ թեմայով մենք ունենք այնոմնիկ բացառություններ հայ քաղաքագիտական մտքի մեջ եւ մեր դիտողներին էլ խորհուրդ կտամ մի քանի հոգի ունենք որ այս թեմայով գրել մտածել է եւ գործել է միջելը դրան համապատասխան այդ անունների
շարքում բնականաբար առաջինը Գարեգին Նժդեհն է, որը եթե իր հայտնի մեջբերումներից դուրս գանք, իր գրքերը շատ խորհուրդ կտա որ մանրամասնորեն կարդան, ոչ միայն մեջբերումները, կտեսնենք որ այնտեղ Գարեգին Նժդեհը ըստ էության զարգացնում է քաղաքագիտական, աշխարհքաղաքական մոտեցում տարածաշրջանին։ Մի քիչ իհարկե օգտագործելով որոշ տեղերում պաթետիկ բառեր, որտեղ այնուամենայնիվ ինքը ոչ միայն գիտնականները նաև քարոզիչ էր, պարտավոր էր դա անել, այո, առաջնորդ քարոզիչ էր։ Ոչ այնքան քարոզիչ, որքան առաջնորդ։ Չէ, դա պետք է միտքդ քարոզիչը вообще վատ բան չի, Հիսուս Քրիստոսն էլ է քարոզիչ եղել, հա, եւ քարոզը լավ բան քարոզելը լավ բան է, հա։ Այդ սրանք են իմիջիայլոց սարքի քարոզ բառը վատ բան, իրականում դա չի քարոզիչ լինելը շատ լավ բան է։ Ուրեմն Գարեգին Նժդեհ, Հայկ Ասատրյան իր գործի շարունակողը, Ռուբեն Տերմինասյան, որը կյանքի վերջին տարիներին այս սրան ամբողջությանը հակվում եւ շատ մանրամասն նկարագրում է Հայաստանի աշխարհակաղակական կարեւորությունը որպես տարածաշրջան անկախ այդ բանից, հա, որ մենք մեծ լավ ժողովուրդ ենք եւ այդ սաղ մի կողմ ենք դնում զուտ բան չոր ինչ ունենք հաշվում, հա։ Թուրքիայում սա շատ զարգացած է, Թուրքիան եւ բոլորիդ ծանոթ է Ահմեդ Դավութօղլի նախկին արտգործնախարարին հայտնի գիրքը չէ որ բոլորը տենց անեն ռազմավարական խորություն անունը գրող Խոշորաշով ինքը ուղղակի ասում առաջինը չի եղել այդ միտքը որ աշխարհագրությունը մեր գլխավոր արժեքն է որից պետք է օգտվենք ինքը ուղղակի դա շատ լավ պոպուլարիզացրել է եւ իշխանությունն էլ դրան նպաստել է բայց դրանից առաջ այդ միտքը թուրքական քաղաքական էլիտայի միշտ եղել է, միշտ գերակա եղել եւ այս իմաստով թուրքական քաղաքական վերնախավը պետությունը շատ լավ գիտի։ Եթե դա առաջ քաղաքական կապիտալ էր, բայց ինչ-որ մեկի գզրոցում պահած, հիմա այդ քաղաքական կապիտալը մտել է շուկա եւ սկսել է այդ ոնց որ այդ շուկայում գնա նշվել։ Ամեն դեպքում անթակույց կերպով եւ ոչ միայն գնա նշվել, այլ նաեւ այսպես սպեկուլյացիաներ, մանիպուլյացիաներ եւ այլն, այս քաղաքական կապիտալը սկսել է արդեն փող բերել Թուրքիային, լրացուցիչ փող բերել Թուրքիային։ Ես կանք ասեմ, որ կներես նույն տրամաբանությունը Իսրայելն ա ունեցել, թե իրանց ուրիշ է, այսինքն մարդիկ միանգամից հասկացել են, որ իրանց դիրքից ելնելով իրենք արաբների հետ չեն կարողանալու համաձայնության գան եւ պետքա ուղղակի ուժեղ լինել, գուցե մի 100 տարի, 200 տարի հետո սահմանների հետ համակերպեն այդ տարածաշրջանը տենց է։ Իսրայելը դա որպես պետական քաղաքականություն հարևաններից բոլորին միասին վերցած ուժեղ լինելը դա պետական քաղաքականություն է։ Ես ճիշտ ասած չգիտեմ ընդհանրապես որևէ լուրջ պետություն, կապ չունի չափը։ Չգիտեմ որևէ լուրջ պետություն, որի համար աշխարհագրական գործոնը էական չէ։ Խոշորաշով գեոպոլիտիկա բառը դա աշխարհակաղակականություն է, որը հիմնված է աշխարհագրական գործոնների Իսլանդիայի համար այսպես մեկուսացված։ Իհարկե, ասենք Գրենլանդիան, տեսեք ոնց դարձավ բան, հա, դարավ հիմա խնդիր։ Ինչի, որովհետև ով որ նայում է քարտեզին, հասկանում որ եթե կլիմայական, որ էլի աշխարհագրական գործոն է։ Կլիմայական պայմանները փոփոխվում են, հյուսիսային, այսպես ասած, տանգովի բուծը, հա, այսօր ծովային ճանապարհը առևտրային դառնում է հասանելի, հետաբար ինքը դառնում է ավելի կարճ, ավելի մատչելի ճանապարհ, հետաբար ասում է պետք է ինես հիմար, որ Գրենլանդիայով չզբաղվես, Գրենլանդիան ըստ էության մուտքն է այդ ճանապարհի, հա։ Այսինքն դու դրա համար մեկ էլ ասում են, բան Տրամպը դե խելագար է, բան, բայց խի Գրենլանդիայի թեման չի եղել նախկինում, 1946-7 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները էլի փորձում են Գրենլանդիան վերցնել, ըստ էության ամբողջությամբ վերցնել, իրան միացնել։ Ինչի, որովհետև այն ժամանակ արդեն տեսնում էին, որ կլիմայական փոփոխությունները բերելու են հյուսիսային ծովային ճանապարհի, այսպես ասած, արդյունավետության բացի կա նաև ռազմական տեխնիկան ռուսական, որը զարգանում է եւ այլն, այնտեղ հյուսիսային սահմանները մեր գարներին բայց չպատասխանեց ես նախաբան ասի մեկ նախադասությամբ ձևակերպեմ նայեք թուրքերի ու մեր կոնֆլիկտի ոնց որ ասած բուն էությունը հա նրանից չի որ մենք չեմ սիրուն ենք իրան գեշ են կամ հակառակը կամ որ մենք մեծ մշակույթ ունենք իրանք մշակույթ չունեն բա հա այդ տարածած կարծատիպերն եմ ասում այլ խնդրեմը նա է ծնվում են դանակով հա կամ իրանք միշտ չէ այդ չի խնդիրը շատ ավելի այսպես ասած մի կողմից པարզ է բայց շատ ավելի խորն է իրենք երբ որ մասսայական եկել են 11-րդ դարում այս տարածաշրջան այսինքն մասսայական թուրքական ցեղերի գաղթը իրանք եկել են մի տեղ որտեղ արդեն կային ժողովուրդներ որոնք արդեն ունեին այդպես երկարամյա պետականության ավանդույթ ընդ որում ավանդույթ գործող եկել են 11-րդ հա երկար հազարամյա դա էլ ասում է բան հա քեզ փեշքեժ այո երբ որ եկել են այս տարածաշրջան իրանք եկել են իրանց պրոյեկտը, այսօրվա բառերով ասելով, հա, քաղաքական պրոյեկտը, պետությունը, պետական միավորը, իրանք որտեղ պիտի սարքեն։ Պիտի ինչ որ մեկի հաշվին չէ սարքեն։ Այսինքն եթե արդեն կոպիտ ասա դու եկել ես այս սենյակ, այս սենյակում արդեն ամեն մեկը իր կտորն ունի, հիմա դու էլ չէ պիտի քո կտորը վերցնես։ Պիտի ինչ որ մեկի հաշվին վերցնես։ Եվ հետեւաբար երբ որ իրանք սկսել են իրանց պետական միավորները սարքել, սկզբից մանր, այտենց բեյլիկներ էին, փոքր բաներ էին, միավորներ էին, հետո դրանք դարձան հսկայական, հետո դարձավ ընդհանրապես կայսրություն Օսմանյան, իրանք դա
սարքել են այլ պետական միավորների հաշվին։ Եվ այդ օրվանից մինչև այսօր հայ-թուրքական կոնֆլիկտը, որը սկսվել է, որը փաստորեն սկսվել է 11-րդ դարում, ինքը չի սկսվել Էլեք չի սկսվել 30 տարի առաջ, չի սկսվել նույնիսկ այս ցեղասպանության ժամանակ։ Ինքը ինչի արդյունքն է, որ թուրքական քաղաքական վերնախավը իր պետական միավորը, իր պետական պրոյեկտը տեսնում է այն նույն տարածքի վրա, որտեղ որ դու ես ուզում պետական միավոր ստեղծես։ Դրա համար մենք անդադար ինչ որ փուլեր ենք անցնում, ու ամեն անգամ զարմանում ենք, ասենք ոնց խի եղավ այս փուլում մենք զիջեցինք ինչ որ կտոր, ասենք լավ դե վանն էլ վերցրեք, բայց հոմնացածի հանդեպ չեք հավակնելու, հա։ Ու մեկ էլ հետո էդի որ վերցրեցին շատ հայն առաջին հնարավորության պարագայում հերթական պահանջը ներկայացրեցին։ Ինչու՞, որովհետև ինքը տեսնում է աշխարհագրական այս տարածքը որպես մեկ միասնություն, հետեւաբար ասում է, որ եթե ես կիսատ եմ թողնում, ինքը միշտ ամեն պահ իմ համար վտանգ է ներկայացել։ Վաղ իրանք ուժեղ կլինեն, իրանք կգան ավելին կվերցնեն, որովհետև իրանց էլ է պետք իրանց ռազմավարական խորությունը մեծացնել։ Դա համար մի զարմացեք, որ Արցախից հետո ունենք, ձեզ չեմ ասում բնականաբար, մեր դիտողներին եմ ասում։ Արցախից հետո Սյունիքից հետո Վայոց ձորից հետո Հայաստան-Թուրքիա սահմանների վերասահմանազատում եւ այլն։ Ինչի, որովհետև երկու պրոյեկտները իրար հակոտնյա են, իրանք նույն ռեսուրսի համար են, իրանք չեն կարող։ Իսկ արևմտյան այդ վերլուծաբանները ձեզ կասեն, ոչ, Թուրքիան ուզում է բուֆեր Ռուսաստանի միջև, որովհետև վտանգ ունի Ռուսաստանից։ Էլի նույն բանն է։ Ուրեմն նա ուզում է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա։ Չէ, ինքը ասում է, եթե ես չեմ կարողանում վերացնեմ Հայաստանի Հանրապետությունը, ոնց որ դա բանն է, էլի, best case scenario, էլի, լավագույն տարբերակն է։ Okay, այնպես պետք է անեմ, որ գոնե այդտեղ ռուսական զորք չլինի, որ հետո ես կարողանամ ամբողջությամբ վերցնեմ։ Բախեն իրանք միշտ ուզեցել, որ այս տարածաշրջանի երկրները Ռուսաստանի հետ վարդ հարաբերություններ ունենան։ Որտեւ եթե այս տարածաշրջանում կա Ռուսաստան, ոնց որ այս տարածաշրջանի երկրները, այդ թվում նաև Վրաստանը, ասենք, նշի էլի, որ մենք մենակ մեր մասն ենք խոսում։ Իրանց ջերս լրի բնականորեն Վրաստանը Վրաստան Նակրուգիսվայա վերադարձավ, որովհետեւ իրանք ջոկեցին, որ եթե իրանք տենց շարունակեն, Հայաստանը առաջի բանն է, ասենց ասած գիծնա, հաջորդ գիծը իրանք չեն լինելու են ուրիշ կարգավիճակով։ Էդ էլ այբ ջրած աշխարհագրության բերումով։ Այսինքն եթե Վրաստանը ներքև լիներ, մենք վերևը լինեինք, հա, զուտ աշխարհագրորեն թուրքերը առաջինը Վրաստանին էին խփելու եւ մեր բնական, շատ բնական մոտեցում պիտի լիներ ամեն գնով պաշտպանելու Վրաստանը, որովհետեւ Վրաստանը ոնց որ ասած առաջի խրամատն է, վրացական խրամատի անկումից հետո խրամատը գալիս է հասնում է քո դուռը։ Մենք օրինակ այդպես միջնադարում երկար դարեր տասնամյակներ մենք ուղարկում էինք հայկական առաջապահ ջոկատները, հայկական բանակի ուղարկում էինք այսպես կոչված ճորապահակ, չգիտեմ կհիշեք սա Մոսես Խորնա Դերբենտը, այո, որը այս տարածաշրջան վերևից մուտքն էր, միակ մուտքն էր ըստ էության ամենաարդյունավետ, ու մենք այնտեղ չլինելով մեր սահմանները այնտեղ չլինեն, մենք հասկանում ենք մեր սահմանների պաշտպանությունը սկսում է ճորապահակից եւ հիմնականում միջելոց բաներն էին, առաջապահ ջոկատները սյունեցիներն էին, այդ դրա պատասխանատու, որոնք տենց մի քանի տարին մեկ ոնց որ հերթապահությունը փոփոխվում էր, ու այն ժամանակ դա շատ կարճ էր, էլի, հա, փոփոխվում էր ու մենք այնտեղ պահում ենք, եւ հիշատակածս Ռուբեն Տերմինասյանը Հայաստան եւ Ադրբեջան իր հոդվածում 1927 թվականին տպագրված, որը բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ, որտեղ ինքը հնարավորինս պարզ ձևով նկարագրում է հայ-թուրքական կոնֆլիկտի ադրբեջանական կողմը, այսպես ասած, ինքը այնտեղ շատ գեղեցիկ է ձևակերպում, ասում է, որ եթե դու ուզում ես պաշտպանես Արցախ Սյունիքը հայոց արևելից կողմը, դու չես կարող չզբաղվել ճորապահակով, որտեղ քո սահմանը իրականում ընդեղ է սկսում։ Հիմա նույն ձև թուրքերի համար է։ Իրանք հասկանում են, որ եթե ինքը ուզում է Կարսը պաշտպանի, ինքը չի կարող չզբաղվել Շիրակի դաշտավայրով, այսինքն Գյումրիով։ Իր համար Գյումրին, եթե Գյումրիում ինքը ունի ռուսական ռազմաբազա, հայկական ռազմաբազա, վրացական ռազմաբազա, ցանկացած, ինքը միշտ այնտեղ թիրախ է։ Դա եթե կարամ չեզոքացնեմ, ամբողջությամբ չեզոքացնեմ, այսինքն մի հոգի մի զենքով եւ մի փապուշտով էլ ինքը արևմտյան փորձագետները կասեն, բա ինչու է հիմա թուրք-ռուսական հարաբերությունները այդ կարգի դրական, այդ կարգի sense համակողմանի, իրար հետ միշտ կարողանում են լեզու գտնել ըստ էության նրանք, եթե խնդիր լիներ, պետք է մտածել։ Ես կողմ եմ ներկա բանալու։ Չէ, լավ է, ես ուրախ եմ, այո։ Համակողմանի է, լեզու կարողանում են գտնել լիքը հարցերում, բայց որ դրական չի, այդ միանշանակ է։ Իսկ որ միանշանակ դրական չի, դա այդպես է։ Որ լիքը հարցեր կա, ասենք որ ռուսները թուրքերի հետ չեն կարողանում կիսելուց ինչ միշտ, ասենք դանակով մեջքին հարվածը ստանում են մշտապես։ Ասենք ռուս օթաչուի որ երկնքում մեկին գնդակարեցին, մեկին էլ գետնի վրա գնդակարեցին, այդ պատմությունները չենք մոռանում, կամ դեսպանին, որ այնտեղ սպանեցին, հա, ասենք Կարլովին, որ սպանեցին, ասենք։ Բայց այդքանով հանդերձ 16 թվականին Էրդողանին փրկեց ըստ էության
ռուսը։ Դե հələ դա էլ բարձ չի, թե Էրդոգանին ինչը փրկեց։ Դե ասում են զանգել են Այո, կա տենց վարկած կա, որ ռուսական հատուկ ծառայություններն են օգնել։ Այդ վարկածն կա, բայց մեզ նայ, Ավաջան, այս մոտեցումը մեր հանրության մեջ կա։ Այո, կա։ Ես ուզում եմ, որ դրան պատասխան տվի, որ ռուսն ու թուրքը ձեռք-ձեռքի լավ էլ համագործակցում են ըստ էության, օքեյ են իրենք շատ ու շատ ռազմավարական հարցերում։ Շատ, այո, ճիշտ երկու, այսպես ասած, բաներն էլ, այսպես դիտարկումներն էլ բնականաբար ճիշտ են այն իմաստով, որ երկուսն էլ կան, ես փորձեմ այդպես ոսկե միջինը դուրս բերել։ Նախ, ուրեմն երկու անգամ հիշատակեցիք հարցի սկզբում արևմտյան փորձագետներին, ես այնտեղ շատ հստակ բան անեմ, էլի, այդ սա մեր դիտողների համար, որ երբ որ նայում ենք գիտնականներին, Թուրքիայով զբաղվող, Տաչանով զբաղվող, իրենցից ոչ մեկ տենց անհեթեթություն չի ասում։ Երբ որ նայում են կոպիտ ասած քարոզիչներին, որոնք փող են ստանում, որ այդ տեսությունը տարածեն, այո, իրանք ինչ որ դենց գրում են, իրականում դուք եք հայեր ջան մեղավոր, ազատվեք Ռուսաստանից, թուրքերը ձեր վրա չեն հարձակվի, շատ տարածված քարոզ է։ Եվ այդ նույն քարոզը անում են նաև թուրքերն ու ադրբեջանցիները։ Ընդ որում նոր չէ։ Այսինքն դա ասենք եթե դուացեք 10-րդ դարի թերթերը նույն բանը գրված է, հա։ Այնպես որ եթե խոսում ենք գիտնականների մասին, դուք չեք գտնի մեկ լուրջ թուրքագետ, ցանկացած արևմտյան բուհ վերցրեք, այսինքն արևմտյան երկիր վերցրեք բուհ հետազոտական ինստիտուտ, որը չի հասկանում այս խնդիրները։ Իսկ ինչ վերաբերում է բունտ, այսպես թեզին, հա, որ իրականում թուրքերն ու ռուսները լավ էլ իրար հետ բան են, այստեղ մենք ունենք այնպես քաղաքական շարլատաններ, որոնք շահարկում են դա ինչ որ այնպես ասում են բանա, չէ, ռուս-թուրքական բոլշևիկա կեմալականի հետ ասոցիացիա անելով, դաշինքամ, սպիտակ թուրքեր, բան, ինչ որ sense անհետություններ։ Ուրեմն նորից ասում, սա նախ ամբողջությամբ թուրքական քարոզ է, որտեղ կարա գտնեք, սա ասում են կայսության դեռ 10-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկզբի տեքստերում։ Անդադար էսի կար։ Հիմա նույնի ուղղակի մի քիչ ասած պրոֆիլավորված եւ թյուն եղած, հա, բան, թյունինգ եղած տարբեր։ Հիմա երկու պետություններն էլ, եթե էլի փորձենք շատ չեզոք ասել, երկու պետություններն էլ տարածաշրջանային առնվազն տերություններ են, հա, եթե չասենք կայսրություն կամ առնվազն կայսերական ժառանգությամբ տերություններ են, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք ունեն բազմաթիվ հարցեր եւ բազմաթիվ շահեր։ Ինչպես որ բնորոշ է ցանկացած տերության, այսինքն պետության, որը հավակնում է տարածաշրջանային որոշակի ազդեցություն ունեցող կամ կշիռ ունեցող դերակատար լինել, ինքը հարցերը չի կարգավորում սև-սպիտակ, լավ կամ վատ բանով, հա, պալիտրայով։ Եվ այսօր վաղով չի կարգավորում։ Հա, այսինքն ինքը մենակ մի հարց չի նայում։ Մինուս 400 տարի եւ պլյուս 400 տարի կարգավիճակ։ Ճիշտ այդպես։ Երկուսի պարագայում էլ դա ամբողջությամբ այո, ճշմարտացի դիտարկում է։ Հետաբար իրենց հարաբերություններում որևէ երկրի հետ ունեն ոչ թե մեկ sense մի հատ գիծ, հա, բան linear, հա, տենց գծային չի, այլ ինքը sense շատ բարդ, մի քանի գծերով, մի քանի այսինքն ենթատեքստերով, շերտերով, գործոններով պայմանած հարաբերություն։ Եվ ռուս-թուրքական հարաբերությունները ամբողջությամբ տեղավորվում են այս իմ նկարագրածի մեջ։ Իրենք կարող են նույն ժամանակ ունենալ մեկ հարցում գործակցություն, մեկ այլ հարցում չեզոքություն, երրորդ հարցում կարող են ունենալ ուղիղ պատերազմական կոնֆլիկտ։ Ինչպես որ է, մինչև առնվազն 24 թվականի դեկտեմբերը, օրինակ Սիրիայում։ Այսինքն իրենք կարան այդ պահին ատոմական կառուցեն Թուրքիայի տարածքում ռուսները, բայց ում փող ստանան իմիջիայլոց, ընդ որում պետք է հաշվի առնել, որ իրանց ընկալման մեջ դա մենակ փող չի, դա նաև տեխնոլոգիա, որը միշտ իրանցից է կախված լինելու, հետաբար ինքը միշտ Թուրքիայի ատոմային էներգիայի վրա ունի ազդեցություն, հա։ Եվ նույն ժամանակ իրանք իրար վրա կրակում էին Սիրիայում, ես դա իմ աչքով եմ տեսել, հա։ Ու չմոռանանք նաև, որ Թուրքիան 23-ին էլ կրակեցին Արցախում։ Չմոռանանք նաև, որ Թուրքիան Ղրիմի նկատմամբ տարածքային հավակնություն ունի։ Եվ ոչ միայն Արսիայի ոչ միայն չի ճանաչում Ռուսաստանը Ղրիմը Ռուսաստանի կազմում, նաև Ուկրաինայի կազմում էլ չի ճանաչում։ Ուղիղ կերպով հավակնում է իմ գիրեի խաններ, այնտեղ խանը, ես պետք է վերադառնամ Ղրիմ, վերադարձնեմ Ղրիմը Թուրքիա։ Հիմա են բանանում, հիմա իրանք գլխավոր աջակցողներից են, այսպես կոչված Ղրիմի թաթարների համայնքի քաղաքական իրենց իրավունքների սպասարկմամբ են զբաղվում եւ ասեմ, որ այս իմաստով մեր մոտ էլի բան կա, էլի տենց լրիվ նորմալ է որ կա, բայց լավ չի որ կա։
կա տենց պրիմիտիվ ընկալում էլի իրադարձությունների հիմա ոսկովս որ Ռուսաստանը չի կարող սխալվել իր հաշվարկներում հա օրինակ մենք բարբերաբար թուրքագետներս ասում ենք որ Թուրքիայի հարավային Կովկասում դիրքերի ուժեղացումը ավտոմատ հակասում է Ռուսաստանի շահին մեզ ասում են բախի է թողնում ուրեմն իրանք իրականում մեզ ասեն լսի երբ որ թողնում է դա դեռ չի նշանակում դա իր ցանկությունն է դա նշանակում է իր ոնց որ ցանկացած պետություն այդպես էլ Ռուսաստան ունի սահմանափակ ռեսուրսներ հետեւաբար այդ նշանակում որ ինքը այդ պահին ունի այլ առաջնահերթություններ եւ իր սահմանափակ ռեսուրսները առաջին հերթին հատկացնում է այնտեղ կամ ռեսուրսների խնդիրը կամ հաշվարկների խնդիրը ես մի օր մի ռուս վերլուծաբանի բան էի նայում վերլուծություն պատմաբան էր որը մի հատ հետաքրքիր բան նշեց որ բյուզանդական կայսրության անկման գլխավոր գործոններից մեկը Բագրատունյաց Հայաստանի կործանումն էր։ Ինքը ասում է Մանասկերտի ճակատամարտից հետո իրականում էլ երբեք չվերականգնվեց նորմալ վիճակի Բյուզանդիան, ու ասում է թվում էր թե իրանց պատմագրության մեջ իրանք այդ նշում էին որպես մեծագույն հաղթանակ Բագրատունիների իշխանության վերացումը, բայց ասում է իրանք տապանակարը դրեցին։ Կայսրություններ, որը սխալվեց, ռազմավարական սխալ գործեց։ Օրինակ իրանք Ադրբեջան պետության ստեղծման մեջ, որ ստեղ հարավային Կովկասում լինի թուրքական sense ասած պրոյեկտ, ունեն ներդրում։ Հա, երբ որ իրանք 10-րդ դարում վերցնում են հարավային Կովկասը, մեծ Կասպից ծովի արևմտյան ափերը, իրանք նայում են այնտեղ, ասում են դա օքեյ, հայերի ու վրացիների հետ պարզ է, իրանք դաժե ունեն իրենց համար այդպես բան, կախյալ թագավորությունների վերականգնման պրոյեկտիվ են։ Երբ որ նայում են Կասպից ծովի այսօրվա Ադրբեջանի ոնց որ տարածքին, ասում են ախպեր, մի րոպե, այնտեղ ուրեմն թուրքախոսներ են, շիաներ են, իրանական մշակույթի կրողներ են։ Հիմա մենք ինչ անենք, որ այդ պահին գլխավոր ուժը, որը հավակնում էր այդ տարածքի վրա, խոսքի Իրանի մասին է, հա, այս տարածքի վրա ունենա քիչ ազդեցության լծակ։ Իրանք ասին, օքեյ, չենք կարող արագ ասիմիլացնենք, բարդ է, երկար ժամանակ է պետք, ինչ կարող ենք այլ տարբերակ անենք, եկեք իրանց մոտ խթանենք թյուրքական ինքնությունը։ Շիայականից ոնց որ դուրս կգան, իրանական ազդեցությունից դուրս կգան, Իրանի ազդելու հնարավորությունները կնվազեն։ Եթե չանեն, մանր էսպես կսմթել։ Մինչև էդ արդեն ժամանակ ասին, իրանք ռուսականանան ու վсё, հարցը կլուծվի։ Հիմա իրանց հաշվարկը սխալ դուս եկավ 100%։ Այսինքն իրանք փաստորեն ուժեղացեցին թուրքական տարա, այո, իրանք արդեն իրանական ազդեցությունը էականորեն նվազեցրին, բայց ուժեղացրին Օսմանյան կայսրության հնարավորությունները այս տարածաշրջանում։ Չնայած իրանք միշտ մտածում են, որ դե Հայաստանն ու Վրաստանը կան, թույլ չեն տա որ գա էսկոմ, բայց եղավ 1917 թվականը, եւ այդ հաշվարկները լրիվ հակառակ պատտվեցին ու Օսմանյան կայսրությունը փաստորեն արդեն սենդվիչի պես sense Հայաստանն ու Վրաստանը երկու կողմից բան ճնշելու հնարավորություն ստացավ։ Հիմա այս խալը իրանք միատել արեցին 1920 թվականին, երբ որ արդեն բոլշևիկները հասկացան, որ թուրքերը գալիս են Կովկաս, իրանք Կովկասը նորից փորձեցին վերցնել 1920-21 թվականին, հետո երբ որ սաղ տեղերում իրանք ինքնություններ էին զրոյից սարքում, իրանք այսօրվա այլի Ադրբեջանի տարածքում սկսեցին ադրբեջանական ինքնության կամ ոչ թե սկսեցին, այլ ավելի խորացրեցին այդ ինքնության ձևավորումը ու այդ ժամանակ էլ էր հաշվարկը, ինչի վրա իրանք երկու գործոն էին հաշվում։ Լեզվա ուրեմն էթնիկական ընդհանրությունը Թուրքիայի հետ եւ կրոնադավանաբանական մշակութային ընդհանրությունը Իրանի հետ, ասին, օքեյ, սրանից որն է ամենալավ տարբերակը, եկեք սարքենք Ադրբեջան։ Այսինքն սարքենք առանձին ինքնություն, որը թուրքական է, բայց իրանական չի ու թուրքական չի։ Հիմա կարևորագույն հարցը առաջ գալիս։ Ինչ անենք։ Այսինքն մենք գիտնական նստեցինք, բազեցինք, որ ջուրը խառնում է սրա հետ, սենց է լինում, բլ, չգիտեմ, երած եւ այլն։ Մենք գիտական մակարդակում հասկացանք թուրքը ինչ է ուզում, ռուսը ինչ է ուզում, ինչի է սա տեղի ունեն, ինչի է նա տեղի ունեն։ Լավ, հիմա ինչ անենք, որպեսզի մենք մնանք ողջ ու մենք մնանք հայ։ Ողջ ու հայ, պրոստը, հա, դա։ Չէ, հանգիստ կարող գնանք Ավստրալիա։ Չէ, չես դառնա հայ։ Դե հələ որ հայ կմնաս։ Քո օղի վրա։ Հա, քո օղի վրա։ Այդ ուրիշ է։ Դա համար եմ ճշգրտում։ Հայ ողջ ու քո ինքնությունով, քո մշակույթով, քո օրենքներով, որպեսզի ինչ որ մի հատ եվրեյ ոնց որ ասել էր, որպեսզի իմ ծնոտը ջհալթի հայ ոստիկանը։ Բայց այստեղ պետք է հասկանանք մի բան, հա, որ այս ամեն ինչի վրա, եթե չընդունենք եւ չընկալենք, որ ուղիղ սպառնալիքներ եւ ուղիղ հարվածներ են գալիս, հենց հայ լինելու, ողջ լինելու, մեր հողի վրա լինելու, ինքնությունը պահելու, իսկ եթե չընդունենք, որ սպառնալիքները կան, համենք չենք կարող հասկանալ, թե ինչ անենք։ Գիտական մակարդակում ասենք հասկացանք, հիմա ինչ անենքն է։ Դե ասում $1 million question, չէ՞, բանա, ամենաբարդ հարցերից մեկն է, որը առաջի հայացքից ունի տեսական մակարդակում ունի շատ բարդ պատասխան, բայց իրականացման առումով ինքը միշտ բարդ է եւ
մեծ ջանքեր։ Պատասխանը ուժը հայկական պետություն։ Այսինքն մի բանը, որը տեղի չի ունեցել միջև հիմա։ Դե չես կարող կոպի անես, օրինակ Եվրոպայում ինչ որ մեկից։ Դե այդ դեպքում ես կօգտվեմ իմ գործընկերներից մեկն է, արդեն չեմ հիշում ով այդ առաջինը ձևակերպել, բայց շատ լավ է ձևակերպել։ Ասում եմ, երբ որ դու հարավանությամբ ունես Թուրքիա, Իրան պետությունները, քո ռեսուրսները մոտապես Աֆղանստանի ռեսուրսների չափ են ու քո հասարակությունն էլ դեռ մոտավորապես գտնվում է, ասենք, եգիպտական հասարակության մակարդակին, դու չես կարող Հայաստանը փոխարեն սարքես կամ Հայաստանի տեղում սարքես Լյուքսեմբուրգ, հա, դու վերջում ստանալու ես Աֆղանստան բառի բոլոր իմաստները։ Այսինքն դու չես կարող այս միջավայրում կառուցել այնպիսի պետություն, ինչպիսին օրինակ Սլովակիան է, Լյուքսեմբուրգն է կամ Չեխիան է, չես կարող։ Լավա թե վատա, այդ ամեն մեկի որոշելիքն է, կարող է ինչ որ մարդ ասում, արա դե խի տենց չի, էլի, հա։ Չնայած լիքը հարցեր կան, թե եվրոպական երկրները մեզ ծանոթ, որոնք ծառայում են մեզ որպես օրինակ, հանգիստ կյանքի, իրականում ինչի հաշվին է հանգիստ, ասենք օրինակ եթե Ֆրանկֆուրտում նստած չնեն, ասենք ամերիկյան մի քանի տասնյակ հազար զորքեր, ասում եմ շատ այնիշի կլինի հետո շատ հուզիչ կլինի, հա։ Հիմա առաջին բանը, որ Ավետիք հիշատակեց, դա իհարկե գիտակցելն է ինչպեսի տարածաշրջանում ես դու։ Ես պարբերաբար 2017-18 թվականներից հանրային գործունեության ամբողջ ընթացքում այդ թեզը փորձում եմ այսպես բան անել, հա, դարձնել օրակարգային, որ մենք հարավ Կովկաս լինելով միևնույն ժամանակ մենք մեր ձոր արարքի մի մաս ենք։ Այսինքն չի կարելի մեզ սենց հանենք դուրս մեր անմիջական միջավայրից, որովհետև այդ ամբողջությամբ սխալ հաշվարկա դառնալու։ Այսինքն եթե դու չի կարելի ճորապահակը հիշել եւ Բաղդադն ու հա չհիշել, հա։ Ասենք եթե դու չես հետևում Գազայում ինչա տեղ, եթե դու չես հետևում Սիրիայում ինչա տեղանում, եթե դու ոչ միայն հետևել չէ, էլի, դա չեմ ասում մենակ նստել նայել։ Հա, այսինքն դու դրա համապատասխան ծրագրեր մշակում, դու ուրեմն կներես դատապարտված ես անդադար Աֆղանստան լինելու, հա, այսինքն անդադար դու տարապելու ես, անդադար լինելու ես գնդակ, անդադար լինելու ես այո, տապալված պետություն։ Դրա համար առաջինը իհարկե տարածաշրջանը լավ իմանալն է, լավ գիտակցելն է եւ ըստ այդմ հաշվարկները կառուցել։ Օրինակ Թուրքիան Խոսքը էլիտաների մասին է, թե ժողովրդի։ Դե ամեն ինչ գալիս է էլիտաներից։ Ես կարծում եմ օրինակ ժողովրդական մակարդակում եւ դրա ապացույցներն էլ կարող եմ բերել, ժողովրդական մակարդակում մեր հանրությունը օրինակ շատ լավ հասկանում է, ինչա թուրքը, ոնց է ինքը մոտապես մտածում, առաջնորդում։ Խնդիրն է, որ մեր վերնախավերը սկսած առնվազն 19-րդ դարից, էլի վերադառնում եմ մեր թեմային, 19-րդ դարից իրանք անդադար ուզեցել են Թուրքի մեջ ուրիշ մեկին տեսնեն, որը չի։ Այսինքն դու ոչ թե զբաղվում ես իրական քաղաքականությամբ, այլ դու կառուցարկում ես մի հատ իրականություն, որտեղ սկսում ես կռիվ տալ թուրքերի հետ։ Ուտեղ դու ապշում ես ամեն անգամ, ասում ես, արա խի իրանք չեն համաձայնվում բանին, հա։ Մեր ավելի փոքր տեսնել, որը հեշտ կլինի լուծել։ Եթե գիտական մակարդակում նայենք, ոնց որ ալքիմիկոսները, որոնք փորձում են, չգիտեմ, պղնձից ոսկի ստանալ։ Այո, ճիշտ է։ Այո, շատ համացություն եմ իջել, ես կօգտագործեմ դա, ձեր թույլտվությամբ, իրոք շատ լավ համացություն է, որ դու ոնց որ իրականություն կյանքը թողնում ես, գնում ես, բան, օրինակ, ես վերջերս վերընթերցում եմ Սիմոն Վրացյանի ըստ էության հուշագրային ոճի գրված աշխատանքները առաջին հանրապետության մասին, հիշում եք վարչապետ, վերջին կառավարության ներկայացուցիչ եւ այլն, օրինակ Սիմոն Վրացյանի մոտ էլ տեսնում եմ, որ ինքը դաժե այդ վիճակում ինքը մեկը չի ուզում ընդունել, ինչը սխալ գնաց, հա, եւ չի ուզում ընդունել, որ այդ հաշվարկի հիմնակարային կետը այն է, որ Թուրքիան կամ այն ժամանակ Օսմանյան կայսրությունը կամ Օսմանյան վերնախավը ոչ մի ձև չի ընկալել Հայաստանը որպես մի գործոն, որը կարա իր հետ հանգիստ հաշտ ու խաղաղ կողք կլինի։ Եվ այս խնդրեմը, ասում եմ, հիմա ես վատ բան եմ ասում, մխիթարիչ բան եմ ասում, այդ ցավի մեջ, բանը, խնդրեմն է նա, որ այս նույն մոտեցումը ունեն հույներն ու արաբները, այսինքն իրանք էլ անդադ տապալվում են թուրքերի մոտ, այսինքն իրանք անդադ կրվում են, բարդվում են թուրքերին, որովհետև իրանք էլ դա չեն ուզում ընդունել։ Ես անց տարի որ Սիրիայում էի, անկումից ռեժիմի 2.5 ամիս առաջ, տասնյակ հարցազրույցներ եմ արել բաների հետ, վերնախավի ամենատարբեր ներկայացուցած ռազմաքաղաքական ղեկավարությունից ավարտած մտավորականներ եւ այլն, եւ ֆենոմենալ բան էր, որ ես ամեն հարցազրույց հետո ասենց նստում էի անկեղծ էլի այդ անապատային 50 աստիճան շոկի պայմաններում, ասենց ասում էի, ախպեր այդ լավ ո՞նց կարան 11 տարի նորից կռիվ անելուց հետո թուրքերի հետ։ Արա ես էլի մտածեմ, որ այս թեման բրծած է ու կարանք թուրքերի հետ տենց հաշտ ու խաղ ապշում էի ու ինձ պայտակ թվում էր, որ դա արևից է, որ ես տենց եմ այդ իրոք էլի տենց մոտես բաներ առաջանում։ Ու հետո ես ինքս ինձ տենց մի հատ քրդի հետ ենք շատ անուն չեմ կարող տալ, բայց շատ հայտնի մի գործիչ Օջալանի հետ փող կապակցած եւ այլն։ Իր հետ որ զրուցում ենք, ինքս տենց ասած կամերանն հետ անջատի, ես ձայնագրում եմ էլի ֆիլմից համար ասած անջատի, այնպես նորմալ զրուցենք ու տենց այդ զրույցը տենց մի 5 ժամ ավել տևեց կանեն մեկը ու բան այդ ասած լսի, ասած չեն ուզում էս մարդիկ ընդունեն։
չեն կարող ընդունեն, որ Թուրքիայի այդ կռիվը անդադար հետաբար դու միակ տարբերակը ուժեղ պետություն սարքելն է, որը քրդերը դա հասկանում են։ Դե այդ մարդը հասկանում էր, ենթադրում եմ, որ քրդական վերնախավը դա բավական հիմա տարածված մոտեցում է, հաշվառելով որ իրանք ըստ էության կռվի մեջ են հենց հիմա։ Բայց վրացիք իդեպ ինձ թվում է Վրաստանում դա շատ ավելի լավ է ընկալվում, քան մեզանում կարծում եմ դա ի հաշիվ ենթադրում եմ նրանց տեղ ես հիմա մտնում եմ մի տիրույթ որին ես չեմ առնչվում դրա համար ներողամիտ եղեք բայց ինձ թվում է որ սա կապված է վրացական վերնախավերի էլիտաների բան շարունակականության հետ իրանց չեն կոտորել այնց ոնց որ մերոնց են կոտորել հետաբար այդ միտքը այդ օրինակ նույն այդ ճորապահակի գաղափարը աղվանքի գաղափարը աղվանքը եղել է մեր buffer zone-ը հա մենք միշտ buffer ինքը մեր բուֆերային զոնան է եղել որը շտորի մենք միշտ անվտանգ ենք եղել Ասյունիքում Արցախում Տավուշում եւ այլն հա Գանձակում այդ գաղափարը ժամանակ կրոնական հենց բուֆերը ստեղծել բնական առաքելական եկեցու ովանտակ սրանից հետևություն որ իրական Հայաստանի այդ բանը որ հիմա առաջ է մղվում այդ կոնկրետ տանում է միանշանակ դեպի ոչնչացում այսինքն եթե դու չես մտածում մեծ եթե դու չես մտածում ու չես հասկանում որ այդ քո սահմանները դրսից է սկսում ես իրական Հայաստանը այդ հենց քո տունն է իրական Հայաստանը մենք պիտի միշտ չակերտների մեջ վերցնենք բնականաբար որովհետեւ այդտեղ այդ Բարակապակցության մեջ Հայաստանը ապագա չունի։ Եթե եզրափակեն լինենք, հա, հիմա ըստ էության հասկացանք ինչ իրավիճակում ենք։ Հիմա դու առաջարկում ես ըստ էության Իսրայելի ճանապարհ, թե մեր ինչ որ Դե հիմա չեմ խիենք այդ Իսրայելի ճանապարհ կոչում, ես հասկանում եմ ոնց որ մոդը ինչ է, այո, այս տարածքում հայկական պետություն ունենալու համար շատ բանաձևային եմ ասում, այս տարածքում հայկական պետականություն ունենալու համար այլընտրանք քան ռազմականացված հասարակություն, այլընտրանք քան մշտապես պատրաստ պատերազմական իրավիճակի, այլընտրանք քան մշտապես գերակտիվ դիվանագիտական աշխատանք տարածաշրջանի մնացած խաղացողների հետ, որոնց համար թուրքական սպառնալիքը առկա է, այս փուլում շատ, մյուս փուլում քիչ, մյուս փուլում թափ կարող չէ նույնից աճի, որտեղ ինքը միշտ կա, հիմա ասենք, օրինակ Արաբական Միացյալ Էմիրությունների կամ Սաուդյան Արաբիայի հետ մենք ունենք լիքը աշխատելու տեղ, որտեղ Եգիպտոսի հետ ունենք, հիմա մեկը կասի, հա, նա Եգիպտոսի հետ արդեն հարաբերությունները լավ է, հա, բայց ո՞նց է որ վաղը նորից չի վատար, որտեղ նույն ձև աշխարհագրությամբ պայմանավորված իրանք էլ են նույն այդ խնդրի հետ բախվում, հետաբար դու պիտի այդ գերակտիվ դիվանագիտական աշխատանք ունենաս Թեհրանից մինչև Կահիրե, այդ է քո առաջին տեղը, ոչ թե ԵՄ-ի այդ բաներն են, այդ սիրուն օֆիսներն են, որոնք ոչինչ չեն որոշում գրեթե քո համար, ոչ մի բան, որտեղ իրանք on the ground, sense հողի վրա չկան, ներկա չեն, առկա չեն, իրանք չեն այս տարածաշրջանի թելադրողը, իրանք այո մասնակից են, բայց իրանք երբեք քո համար չեն կարող առաջնահերթությունել։ Հետաբար Մերձու արևելյան ուղղությունը պիտի լինի քո առաջնահերթությունը Սփյուռքը այդ տարածքում։ Հետևաբար այդտեղ քո համայնքները, այդտեղ հայկական եկեղեցին, որը իմիջիալոց ավանդական խաղացող է եղել այս տարածաշրջանում եւ հիմա էլ ունի հնարավորություն սկսած միջնորդ լինելուց ու ավարտած մեր համար բանակցող լինելուց։ Ես ուզում մի օրինակ բերել, որ ես այն ժամանակ կառավարությունում աշխատում էի, նախագահի աշխատակազմում ավելի ճիշտ, երբ որ օրինակ Հորդանանի թագավորը պիտի գար Հայաստան, ես այդ բանի այցի կազմակերպման բանից մեկն էի, պատասխանատուներից մեկն էի, ես հիշում եմ, որ իրանք մեր կողմս էստավել ինչ որ մատ տենց բան օրակարգ որ նախագահ, չգիտեմ վարչապետ եւ այլն, իրանք բանեն ասել են ոնց, բա հայոց կաթողիկոս է։ Ու հայոց կաթողիկոսի հետ հանդիպումը դարձավ օրակարգային ամենամեծ մասը։ Այսինքն իրանք որտեվ Հորդանանի թագավորը ի պաշտոն է Երուսաղեմի քրիստոնյա սրբությունների բանն է, կաստոդիանն է, պահապանն է։ Հետաբար իր համար հայոց առաքելական եկեղեցու առաջնորդը, որին ենթարկվում է Երուսաղեմի պատրիարքությունը, իր համար հավասար է։ Այսինքն ինքը չի կարող իր այդ չաշխատի, հա։ Եվ տես ինչ բան է, էլի, այսինքն եկեղեցին հիմա էլ կարող այդ դերը խաղա։ Ու դրա համար պատահական չէ որ Իսրայելը ամեն ինչ անում որ եւ Ադրբեջանն ու Թուրքիան էլ օգնում են որ այդ հայկական բանը թաղամասն ու հայկական պատրիարքությունը Երուսաղեմից ըստ էության դուրս գա։ Եթե հայկական եկեղեցին Իրանում չլիներ ուժեղ, մենք դժվար Իրանում ունենենք երաշխավորված 2 թե 4 տեղ պարլամենտում են։ Ուրեմն եթե սենց ամփոփենք ռազմականացված պետություն անդադար պատրաստ հակամարտությունների եւ ցույց տալ գինը դրա, այսինքն պիտի տարածաշրջանի բոլորը իմանան, որ դու մինչև վերջ կռվելու ես։ Հետաբար դու արդեն նվազեցնում ես պատերազմների հավանականությունը։ Երրորդ գերակտիվ քաղաքականություն Մերձավոր Մերձավոր Արևելքի առաջնահերթայնացում քո ցանկացած գործողություններում, հա, եւ արդեն ստեղից բխած մնացած բաները միշտ հնարավորություն լինելու է, օրինակ Թուրքիան իմ համոզմամբ հիմա պիկից անկման մեջ է մտնում է ճգնաժամերի փուլ, որտեղ մեր համար լիքը հնարավորություններ են բացվել։ Հատկապես տնտեսական։ Ոչ միայն, տնտեսական, դեմոգրաֆիական։ Մի խոսքով, եթե ես էլ փորձեմ եզրակացնել, թինգը տալ
եւ վայելել կյանքը այս տարածաշրջանում չի լինի։ Եթե որոշել ենք լռվել այստեղ ստեղ ապրելու ենք ու հա լրվցնելու ենք ու կյանքը վայելենք, դա չի աշխատելու։ Այս հիմիկվանից վերջերը պետք է հավաքել ու գնալ, եթե տենց միտք ունես, էլի։ Շատ շնորհակալություն, շատ բովանդակալից զրույց էր, իրականում ես ինձ համար էլ լիքը բան բացահայտեցի, բազեցի։ Շատ շնորհակալ եմ։ Զորաձրույցներ եթերում։ Հաջողություն։ Հաջողություն։